Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Western Armenia շաբաթաթերթին 126-րդ համանadյուս եկալ Արցախ հազարամյակների հայկական ներկայացումը մինչև բռնի հայաթափում 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվալ է Բերձորը, Արցախը այժմ դատապարտալ է Փաշինյանի պառակտիչ հայտարարությունները, սերունդներ ճնինչեցիք ձեզ ազգային ինքնաճանաչման կոչը, Արցախաշուրջ 30 թանգարանում հավաքածուներ գոյաբանական սպառնալիքի տակին, Հովիկ Ավանեսով Դերսիմա 1038 թվի ողբերգությունը սերունդների հիշողության մեջին, Ուիլյամ Սարոյան մարդասիրությանը հիշողության կիրողը։ Western Armenia շաբաթաթերթին 126-րդ համանadյուս եկալ վերին երան պատկերված է Վանա լճի հայտնի ու խորհրդանշական Վանա տառեղ ձյուկունը որպես հայկական բնաշխարհի ու մշակութային հիշողության կարևոր խորհրդանիշը։ Շաբաթաթերթին այս համարը ընթերցողների ներկայացնում բազմա բովանդակ ու հետաքրքիր հրապարակումներ նվիրված ազգային մշակութային ու հասարակական թեմաներին։ Հատուկ ուշադրությանն արժանացալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերին վերաբերող լրացուցիչ ամփոփումները, շտեղ ներկայացվում են քննարկված կարևոր հարցերն ազգային օրակարգին վերաբերող զարգացումները։ Հրատարակության այս համարում ընթերցողները կարին ծանոթանան նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի փոխնախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանի ուղերձին նվիրված Արևմտյան Հայաստանում թեզատրնվա խորհրդին ազգային միասնությանը ապագայի տեսլականին։ Շաբաթաթերթում տեղաճարալ նաև հետաքրքիր ու ջեմ թեմա նվիրված Վանա կատու ցեղատեսակին։ Ներկայացվում է պատմություն նրա մասին, թե ոնց Ղաշենք Վանա կատուն հաղթանակ տարալ կատուների միջազգային մրցույթում կրկին ուշադրություն հրավիրելով հայկական բնաշխարհի եզակի կենտրոնական ժառանգության վրա։ Բացի այդ ընթերցողները հնարավորություն ունենալու ծանոթանալի նաև կորեացի ճանապարհորդի վկայություններին բռնազավթված Արցախը մինչև բազմաթիվ այլ հետաքրքիր վերլուծական ու պատմական մշակութային նյութեր։ Արցախը դարեր շարունակ իլալայրան բնիկ հայկական բնակչության հայրենիքը հավատքի մշակույթի ու ազգային ինքնության կարևոր օրաներամինը։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ պահպանալ է իր ներկայությունը այս պատմական վղումը ստեղծելով հոգևոր մշակութային ու քաղաքակրթական հարուստ ժառանգություն, բայց 2023 թվականին Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտումներին դերդան Արցախը լրիվությամբ հայաթափվել է։ Պատմության մեջին առաջին անգամ տարածաշրջանը մնացել է առանցորյան բնիկ հայկական բնակչության ընդհատելով հազարամյակների շարունակական ներկայությունը։ Այս ողբերգական իրադարձությունները համարտկային ճակատագրերի խեղման համել լուրջ հարված տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը։ Չնայած բռնի տեղահանությանը, Արցախը շարունակում է մնալ հայ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության ու արդարության պայքարի անբաժանելի մասը։ Հատկանշական ավեր Հալամ 1895 թվականին Բաքվում հայերեն լեզվով հրատարակված էր Արցախ գիրքը, ինչը եւս մեծ հետ վկայում է տարածաշրջանի հայկական պատմական մշակութային ներկայության մասին։ 1992 թվականի մայիսի 18-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանշանակալի օրերամինն է։ Այդ օրը ազատագրվել է Բերձոր քաղաքը, պեցնելով ճանապարհը Հայաստան ու Արցախի միջև։ Արցախյան առաջին պատերազմի ամենածանր փուլերում Արցախը գտնվելիս այլ շրջափակման մեջի կապը Հայաստանն հետ վտանգավոր ու անկայուն արել, իսկ բնակչությունը ապրելիս այլ մշտական պատերազմի պայմաններում։ Հայկական ուժերին հետի կենսական նշանակություն ունեցալ Բերձորա ճանապարհի վերահսկողությունը, որովհետև միակ ուղին այլ վերավ հնարավոր այլ ապահովել մարդկանց սննդի, դեղորայքի ու զինամթերքի տեղափոխումը։ 1992 թվականի մայիսի 18-ին առավոտը հայկական ջոկատները մի քանի ուղղություններով սկսալ են գործողությունները։ Թեժ մարտերից հետո հաջողվել է վերահսկողություն տակ վերցնել Բերձորը։ Բերձորի ազատագրումը շատերին հետի տռալա ոչ միայն ռազմական հաղթանակ, այլև ազգային միասնության ու գոյապայքարի խորհրդանիշ։ Մայիսի 18-ը մինչ օրս հիշվում է որպես Արցախապաշտպանության ու հայկական ուժերի կարևոր հաղթանակների ամինը։ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը փակալ է Բերձորա ճանապարհը, հանձնել է Արցախը, իսկ սոր ցանկանում է ընդհանրապես փակ է Արցախի էջը։ Արցախը ԱԺ խմբակցությունները դատապարտալ Նիկոլ Փաշինյանի արցախցիների մասին պառակտիչ հայտարարությունները դրանք համարելով անընդունելի ու ազգային համերաշխությանը հակասող։ Իրանք ընդգծալ են բռնի տեղահանված արցախցուց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումները անթույլատրել են, իսկ Արցախաժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման ենթակա չի։ Հայտարարությունում նաև քննադատվում է արցախցուց պետական աջակցության թեմայի շահարկումը ու կոչարվում դադարեցնել հասարակությունը պառակտող հռետորաբանությունը։ Պարուր Սևակի հայտնի պատգամը սերունդներ ճինինչեցիք ձեզ սորել շարունակում է հնչել որպես զգոնության ու ինքնաճանաչման կոչ հայ ժողովրդի հետի։ Այս մտքի շուրջ յուրան անդրադարձում Արմինե Քոթանջյանը փորձում է վերաիմաստավորել հայ ժողովրդի պատմական փորձը սխալնենա շարունակվող պատրանքները։ Հեղինակի դիտարկմամբ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այն համոզումով, թե ներողամտությունն ազի ճողականությունը պետք է արժեքներին անկախ քաղաքական իրողություններ է։ Սակայն պատմությունը մխել այդ նշանցատվալ վեր թույլ ժողովուրդների հանդեպ աշխարհը հաճախ առաջնորդում է ոչ թե բարոյականությունով, այլ ուժի ու
ազգային շահերի սկզբունքով։ Հոդվածում ընդգծվում է վեր քրիստոնեական արժեքների անվան տակ հայերը հաճախ հավատացել են կեղծ խոստումներին ու ենթարկվան խաբեության, թեև տարբեր ժամանակներում ելել են դիմադրության ու ապստամբության փորձեր։ Այնուամենայնիվ ժողովուրդը նորից վերադարձել է նույն պատրանքներին, վստահելով արտաքին ուժերին ու բարեկամ հարևաններին։ Հեղինակը ցավով նշում է վեր պատմության բախտը օտար ուժերը օգտվելով հայ ժողովրդի վստահությունն ու թուլությունը տիրացան հայկական վղերին։ Այս դիտարկումները ներկայացում են ոչ միայն որպես անցյալի քննություն, այլ որպես ներկայի հետի կարևոր դաս սեփական ուժը ջինինչելի, ազգային շահերը հստակիտակցելու ու պատմական հիշողությունը չկորցնելու անհրաժեշտության մասին։ Սրանով սերունդներ ջինինչեցիք ձեզ պատգամը վերածում է ոչ միայն գրական արտահայտության, այլ ազգային ինքնագիտակցության ու քաղաքական սթափության հրամայականի։ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն ազգային պատմամշակութային ՀԿ նախագահ Հովիկ Ավանեսովը անդրադառնալով թանգարանների միջազգային օրվան ընդգծալավ թանգարանները կարևոր դեր ունին մարդկության մշակութային ժառանգության պահպանման ուսումնասիրության ու հանրահռչակման գործումը։ 1977 թվականին հաստատված այս միջազգային նախաձեռնությունը սոր նշում է աշխարհի ավելի քան 150 երկրում։ Ավանեսովը նշելով է բռնազավթված Արցախում մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման ու յուրացման վտանգի տակ։ Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանքով վտանգված են Արցախաթանգարանները, պատմամշակութային արժեքները, հարյուրավոր բացառիկ նմուշներ, վեր ունին ոչ միայն ազգային, այլև համամարտկային նշանակություն։ Ուրանսելավ 2023 թվականի իրադարձությունները նետը Արցախ շուրջ 30 պետական ու մասնավոր թանգարաններ հայտնվան գոյաբանական սպառնալիքի պայմաններում, կաղնելով ոչնչացման, կեղծման ու յուրացման վտանգի առաջին։ Ինքը շեշտալավ մշակութային ժառանգության նկատմամբ, այս քաղաքականությունը նպատակ ունի խեղաթյուրելու պատմական հիշողությունը, վերացնել հայկական մշակութային ինքնությունը Արցախում։ Անդրադառնալով 2026 թվականի թանգարանների միջազգային օրվա խորագրին, թանգարանները միավորում են մասնատված աշխարհը։ Ավանեսովը նշելով էր միջազգային հանրությունը պիտի ոչ միայն խորհրդանշական հայտարարություն անե, այլև գործնական քայլեր ձեռնարկե վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությունով։ Դերսիմա ապստամբության ու տրան հաջորդած կոտորածների հիշողությունը մինչ օրս ծանր բեռամնամ դերսիմա սերած մարդկանց հետի։ Գիրող Զեյնել Օզգյունի պատմությունը ներկայացնում է այն խորը ցավնասարսափը վերը տասնամյակներ շարունակ պահպանվել է մարդկանց հիշողության մեջ։ Հեղինակը պատմում է վեր դերսիմայի յուրաքանչյուր բնակիչ անկախ տարիքը յուրան հիշողության մեջ կրում է 1938 թվականի ողբերգության մասին որևէ պատմություն։ Այդ հիշողությունները փոխանցվել են սերնդեսերունդ որպես անդառնալի ցավի ու կորստի վկայություն։ Պատմության կենտրոնում հեղինակի մամուն վկայությունն վերը մանկության տարիների սեփական աշկերավտասալ ունեցած ողբերգական դեպքերը։ 1938 թվականի հուլիսին զինվորականները Հեյդարան Աշիրեթի կնանոցու խոխորձը հավաքալա օպերալաշ չենը հայտարարավ թե իրանց տեղափոխելուն իրանց հարազատների կողքը, սակայն մարդիկ հասկանալիս են լալվեր իրանց սպասմա մահ։ Մի քանի օր հետո զինվորականները նորից վաքում են կնանոցնա խոխորձը ու տանում են շենից դուրս։ Շուտով լեռներում ու ձորերում հնչած գնդացիների իսասերը պարզ են դարձնում իրանց ճակատագրերը։ Հեղինակի մայրը պատմում է թահունց մարդիկ հերվից տեսնում փոշու ու ծխի մեջի բիցրացող հագուստների կտորները հասկանալա վեր տեղի ունենում զանգվածային սպանություն։ Պատմության ամենացավալի հատվածները մինը դիակների տեսարանը վերին ականատեսնում գյուղացիները մի քանի օր անց։ Հուլիսյան շոկի տակի մնացած կնանոցնախոխորձ մարմինները տարալ են մարդկային դաժանության սարսափելի խորհրդանիշը։ Հեղինակը հատկապես հիշատակում է մի հղի կնոջ մասին տեսարանը վերը ողջ կյանքում կրեցալ չմոռանա։ Այս պատմությունը ոչ միայն անձնական հիշողություն է, այլ մարդկային ողբերգության ու պատմական ցավի վկայություն։ Ուիլյամ Սարոյանը ամերիկահայ գիրողավերի ստեղծագործություններում կենտրոնական թեմաներն են մարդկային ցավը, հայրենազրկումը ու ներգաղթյալների կյանքը։ Ինքը ծնվել է Ամերիկայի Ֆրեզնո քաղաքում, Բիթլիսա գաղթած հայկական ընտանիքում։ Մանկության տարիներին հորը կորուստից հետո ինքը հայտնվել է ծանր պայմաններում, բայց վաղ տարիքից սկսալակերել է մարդկանց մասին պարզ ու զգացմունքային լույսվավը։ 1933-ին տպագրվել է յուրան առաջին պատմվածքը, իսկ 1934-ին The Daring Young Man of the Flying Trapeze and Other Stories ժողովածուն վերը յուրան մծ ճինանչմա բերա։ 1939-ին արժանացել է Պուլիցերի մրցանակի The Time of Your Life պիեսի հետի, սակայն հրաժարվել է այն ընդունելուց։ Յուրան գրական ոճը հայտնի է որպես Սարոյանեսկ։ Սարոյանը կիրել է ավելի քան 60 ստեղծագործություն, շտեղ մարդն է յուրան հույսերավը, ցավերավն է արժանապատվությունավը։ Ինքը մխել է հետքեցալ է Հայաստան, իսկ 1978-ին Երևանում նշալ է յուրան 70 տարեկանը։ Յուրանաճյունի մի մասը հանգչում է Երևանը Կոմիտասի անվան պանթեոնում։ Յուրան գործերը հատկապես անդրադառնում են հայ ներգաղթյալների կյանքի դժվարություններին ու ինքնության պահպանմանը, ընդգծելով մարդկության ու սիրո ուժը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք։